Բարև ձեզ, սիրելիներ։ Այսօր մենք շարունակում ենք մեր հերթական ճամփորդությունը Աստվածաշնչյան եւ այսօր մենք հասել ենք երկրորդ թագավորաց երկրորդ գլուխը։ Այս գլխում Դավիթը վերջապես սկսում է քայլել դեպի այն կոչումը, որի համար Աստված տարիներ առաջ օծել էր նրան։ Սակայն նույնիսկ այժմ նա չի շտապում առաջ անցնել Աստծուց։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է վստահել Աստծո ժամանակին եւ տեսնել Հիսուս Քրիստոսին որպես մեր ճշմարիտ թագավորին։ Երկրորդ գլուխը Սավուղի մահից հետո Դավիթը չի փորձում ինքնուրույն գրավել գահը։ Նա նախ հարցնում է Տիրոջը. «Գնամ Հուդայի քաղաքներից մեկը»։ Տերը պատասխանում է. «Գնա»։ Դավիթը գնում է Քեբրոն եւ այնտեղ Հուդայի ցեղը նրան օծում է թագավոր։ Միևնույն ժամանակ Սավուղի զորագլուխ Աբեները Սավուղի որդի Իզբոսթեին թագավոր են դարձնում Իսրայելի մյուս ցեղերի վրա։ Այսպիսով թագավորությունը ժամանակավորապես բաժանվում է։ Հետագայում երկու կողմերի միջև բախում է տեղի ունենում, գաբավորում։ Կռվի ընթացքում Հովաբի եղբայր Ասայելը հետապնդում է Աբեներին, բայց սպանվում է։ Այդ օրը պատերազմը ավարտվում է, սակայն հակամարտությունը դեռ շարունակվում է։ Հոգևոր հայտնությունը այստեղ Հիսուս Քրիստոսի մասին նա է, որ Հիսուս Քրիստոսը բացահայտվում է որպես Աստծո օծյալ եւ ճշմարիտ թագավոր, ով թագավորում է Աստծո ժամանակին։ Դավիթը կարող էր ուժով վերցնել ամբողջ թագավորությունը, բայց նա սպասեց Աստծո առաջնորդությանը։ Նույնիսկ նույն կերպ Հիսուսը երբեք չստեղծեց իր թագավորությունը մարդկային ուժով։ Նա խոնարհությամբ հնազանդվեց Հոր կամքին եւ Հայրը բարձրացրեց նրան ամեն անունից վեր։ Դավիթի թագավորությունը սկզբում բաժանված էր, սակայն Հիսուսը եկավ, որպեսզի միավորի Աստծո ժողովրդին։ Նա է այն թագավորը, ով քանդում է բաժանարար պատերը եւ խաղաղություն է բերում։ Այս գլուխը մեզ սովորեցնում է չշտապել Աստծուց առաջ, նույնիսկ եթե գիտես, թե ինչ խոստում է Աստված տվել քեզ։ Սպասիր նրա ժամանակին եւ առաջնորդությանը։ Միգուցե այսօր դու սպասում ես աշխատանքի, ծառայության, ընտանիքի կամ որևէ կարևոր պատասխանի։ Դավիթի օրինակը հիշեցնում է, որ Աստծո ժամանակը միշտ լավագույնն է։ Երբ քայլում ես նրա կամքով, նա ինքը բացում է ճիշտ դռներ։ Աղոթենք սիրելիներ, Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու իմ ճշմարիտ թագավորն ես, սովորեցրու ինձ սպասել քո ճիշտ ժամանակին եւ առաջ չանցնել քո ժամանակից։ Ամեն։ Սիրելիներ, եթե այս խոսքերը օրհնեցին քեզ, այս տեսանյութը կիսվեք ձեր ընկերներին, որպեսզի հասնի Աստծո խոսքը բոլորին, թող Աստված օրհնի քեզ եւ մեկնաբանություններում կարող ես գրել քո կարծիքը։ Աստծո կամքով կհանդիպենք վաղը։